Չնայած Կենտրոնական բանկի կողմից 2025-ի համար գնաճի նպատակային ցուցանիշ էր սահմանվել 3%, իսկ 2025-ի 11 ամիսներին այն 3,3% էր, սակայն ամենակենսական սպառողական զամբյուղի ապրանքների գներն աճել են։ 2025-ի օգոստոսին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հացի գինը աճել է 5,1%, թռչնամսի գինը 1,5%, տավարի մսինը 2,5%, խոզինը 10,3%, պանի գինն աճել է 1,6%, հրուշակեղենինը 2,2%, կարագինը 12,8%, արևածաղկի բուսական յուղի գինը 16,8%, սուրճինը 13,5%, ալկոհոլային խմիչքի գինն աճել է 4,2%, շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7,5% գնաճ, բանջարեղենի գինը աճել է 3,6%, մրգինը 11,6%, ծառայությունների սակագները աճել են 3,2%։ Գնաճ կա շատ այլ մթերքներում եւ ծառայություններում, մեր արձանագրածը մարդկանց ամենօրյա սպառման ապրանքներն են։ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, 2025 թվականի առաջին կիսամյակում միջին կենսաթոշակը կազմել է 49,000 դրամ, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ Գնաճի պարագայում թոշակառուները որքանով են հասանելի պարենային եւ սպառողական այս զամբյուղներին։ Չէ, թոշակը հետ չի հերիքում, շատ քիչ է։ Թոշակով չես կարող ապրես, Ազիզ ջան։ Թանկացումներն է քանի գնում, թանկանում է ամեն ինչ։ Օրինակ ծվերի գները մինչև 75 դրամ։ Ամառը մինչև 23, 25 առնում ենք, չէ, բայց հիմա չկա, այդել չկա։ Ոչ մի բան չենք կարող անենք։ Ոչ, հենց գլխած ասեմ, որ ոչ, չի հերիքում, մենակ եմ մնում, բայց չի հերիքում, 59,000 դրամ փողը, այդ հլը մի ադես գների տակ գնա հաշվի տենամ կարաս հաշվես։ Եթե թոշակառուն պտի այդ վարձերը չկանա տեսմուծի, այդ քո ավելացրած ընդ 4-5,000 դրամը ինչքանա, այդ իումա պետք է խաղերա։ Ավելավա 3,000 դրամ նալիշնի տային, անենց, քանտես կսեին այտենց ֆինտերով, ֆոկուսներով անեն։ Էդի ամոթ է իրանց պրոստը։ Մանավանդ, որ այդ դեպուտատներին որպես բան, ոնց են ասում, հավելավճար տվել են $7,500։ Բոլորը, բալես, բոլոր տնտեսականից սկսած սնունդից մինչև հագուստ։ Իսկ թոշակը հերիքում է։ Իհարկե չէ։ 36,000 ոնց կհերիքի մարդուն։ Եթե մարդը հիվանդ է, թոշակառուն հիվանդ է, ապտեկաներից օգտվում ենք դեղարմի, թե կոմունալներ մուծի, թե հագնվի, եթե իրան էլ օգնում չի։ Հայաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում պարենային զամբյուղը կազմել է 44,152 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղը 81,681 դրամ։ Այս երկու զամբյուղներն էլ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 6%-ով։ Պարենային զամբյուղի մեջ ներառված են հացամթերքը, միսը, կաթնամթերքը, միրգ, բանջարեղենը, իսկ սպառողական զամբյուղի մեջ բնակչության կենսական ծախսերներ, հագուստ, կոշիկ, ծառայություններ։ Մեզ հանդիպած թոշակառուներն ասացին, որ հազիվ հոգում են հացի հարցը, իսկ հագուստ գնելը շատ հաճախ ճոխություն է։ Տնտեսագետ Սուրեն Պարծյանի խոսքով այս թվերը նշանակում են, որ թոշակառուների եւ նվազագույն աշխատավարձ ստացողների մեծ մասը չի կարող ապահովել նույնիսկ նվազագույն կենսական կարիքները։ Թոշակները ցածր են, նպաստները ցածր են, աշխատավարձերը չեն ինդեքսավորվում համապատասխան գնաճի եւ սրա արդյունքում մենք շարունակաբար ունենում ենք բարձր աղքատություն։ Եվ պատահական չէ, որ օրինակ 2018-ի համեմատ տնտեսությունը աճել է մոտ 50%-ով, բայց աղքատների թիվը շատ չնչին նվազում է, կազմելով 21,7%։ Այսինքն մենք ունենք բավականին մտահոգիչ պաշտոնական թվեր, որոնց հիմքում ընկած է ծախսեր, եկամուտ անհավասարաչափ բաշխվածությունը։ 2020-25 թվականների ընթացքում նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից աճել է մինչև 36,000 դրամ, շուրջ 36%-ով։ Այս տարվա հունվարի 1-ից թոշակառուների հետ վճարի սահմանաչափն է փոխվել 12-ից դառնալով 20%։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը կոչ էր արել թոշակառուներին անցում կատարել անկանխիկի։ Նախարար Արսեն Թորոսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ վճարի այս առաջարկը կենսաթոշակի բարձրացում են համարում։ Եթե նպատակը շատ գումար ստանալն է մեր քաղաքացիների, ինչ տարբերություն, ինչպես է դա բարձրացվում, երբ որ ես ներկայացնում եմ մեխանիզմ, թե դա ինչքան ձեռնտու է թե շահառուին եւ թե պետությանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով քեշբեքերի մեխանիզմը չի կարող դիտարկվել որպես արդյունավետ սոցիալական աջակցություն, քանի որ բազմաթիվ թոշակառուներ, հատկապես գյուղական բնակավայրերում, չունեն անկախիկ վճարումների հնարավորություն։ Տնտեսագետն ընդգծում է պետական քաղաքականության թիրախների բացակայությունը։ Պետության թիրախը պետք է դառնա նվազագույն թոշակ, այսինքն իր համար պետք է հստակ թիրախներ դնի նվազագույն զամբյուղի մասով եւ դրան հասնի, օրինակ թոշակները պետք է նվազագույն սպառողական զամբյուղի հասնի ենթադրենք 2030 թվականին կամ օրինակ նվազագույն աշխատավարձը միշտ պետք է բարձր լինի նվազագույն սպառողական զամբյուղից, այսինքն պետական քաղաքականությունը պետք է դրան ուղղված լինի, դրա համար պետք է տնտեսության արտադրողականությունը բարձրացնել, արդյունավետությունը բարձրացնել։ Վիճակագրական կոմիտեի 2024-ի տվյալներով բնակչության մոտ 22% կամ ավելի քան 660,000 մարդ պաշտոնապես աղքատ է։ Ավելի քան 18,000 մարդ ծայրահեղ աղքատության մեջ է ապրում։ 2024-ին ամսական նույնիսկ 29,000 դրամ ծախսելու գոյատևելու համար ամենաանհրաժեշտը գնել չի կարողացել։